Հարգելի իմ դիտորդ, ինչպես որ ասել էի, ինչպես որ կանխատեսել էի, բառ առ բառ, տառ առ տառ, նույնիսկ կետադրական, այսպես ճշգրտությամբ կատարվեց այն, ինչ ես կանխատեսել էի։ Կարող եք մտնել, ընտրությունների հետ կապված կանխատեսումները լսել, դա իմ փլեյլիստում Հայաստան և գլոբալ հարցեր բաժնումը, սկզբից մինչև վերջ կարող եք լսել, կարող եք նայել, ում որ հետաքրքիր է, թե ինչ կատարվեց և ինչ է կատարվելու։ Հիմա բացատրեմ ձեզ հասկանաք։ Նախընդհանրապես վերջնական արդյունքները ընտրությունների հետ կապված, երբ որ ամեն ինչ որոշվում է, ամեն ինչ հաշվում է, նոր տոնում են մարդիկ, բայց չգիտես ինչի, գիշերը, հլը դեռ նոր, հլը դեռ չէր էլ փակվել իր ճիշտ ժամին ընտրատարածքները, արդեն նշվում էին հաղթանակները։ Ես ինչպես որ ասել էի Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որ էֆորիաները առաջացնելու, ինքը հենց այդպես էլ արեց, էֆորիաներ էլ առաջացրեց, իբր ինքը անցել է։ Հաջորդ բանը, որ ես պետք է ուզենամ ասեմ, դուք կտեսնեք սրան այս դեպքից հետո ինչքան մարդիկ են ազատվելու աշխատանքից, որովհետև ինքը լրիվ նոր մարդկանց ընտրությունների հետ կապված աշխատանք է խոստացել։ Ինչա տեղի ունենալու, մեկ էլ ուզում եմ հարցնեմ Նիկոլ Փաշինյան, այդ ռեստորանները, այդ հացատները, որ տենց անվճար խորովածներ ու եսի մինչեր արեցին գյուղերի համար, այդ ինչով կբացատրեք, էդի ում հաշվին արեցին, պետբյուջեի հաշվին արեցին, ձեր ՔՊ-ի գրպանի հաշվին արեցին, ես ամեն ինչ գիտեմ, բացի այն, որ ունեմ տեսնելու յուրահատուկ ունակություն, փաստերով կարող եմ ձեր դեմը դնել, թե դուք ինչ ծայրահեղ ստորության գնացիք ընտրությունների հետ կապված, ինչ ձևի ստորությամբ եկաք, ինչ ձևի ստորությամբ կարողանում եք դուք այդ աթոռը պահել մինչև առ այսօր, ու այդպես էլ որոշել եք պահել սրանից հետո, բայց ուզում եմ ձեզ ասեմ, որ ձեր սև օրերն է սկսվել։ Դուք սրանից հետո, այսօրվանից հետո, ամեն անգամ ձեր գերեզմանից մի այսպես հող եք վերցնելու դնեք կողքի, որովհետև ընթացքը այսպիսին է լինելու, դուք մարդկանց խոստացել եք աշխատատեղեր, ստիպված պետք է հեռացնեք մարդկանց իրանց աշխատանքից, որպեսզի նոր մարդկանց ձեր խոստված աշխատանքը տաք։ Եվ այդ չի վերաբերվում ինձ, չի վերաբերվում սովորական վաճառողի, սովորական աշխատողի, այդ են պաշտոն ունեցող մարդկանց մասին է խոսքը, Համ էլ ձեզ պետք չի, որ մնան այն մարդիկ, ովքեր արդեն ամեն ինչ գիտեն, թե որը ոնց, դուք ունեք դրանց լռեցնելու հատուկ տաղանդ։ Ամբողջ ժամանակ ես հետևողական եմ եղել ձեր արած կեղծիքներին ու մանիպուլյացիաներին ու շատ ամոթ եմ ապրել, էդ էլ դնենք մի կողմ, չնայած որ դա կարևոր մաս է կազմում։ Նախ ձեր այս ընտրությունները բողոքարկվելու է և չի ընդունվելու այս թվերը, որոնք որ դուք հրապարակել եք։ Հետո Սամվել Կարապետյանը լինելով բարեգործ, Ռուսաստանում բավականին բարձր դիրք ունեցող անձնավորություն, հիմա կտեսնեք, թե Հայաստանի բիզնեսի հետ ինչեր կարա տեղի ունենա և ինչ փողեր կարող են սառեցվել։ Մարդիկ վախենալով կորցնելով իրենց բիզնեսը, իրենց ներդրումները, իրենց փողերը, հերթով ձեզ լքելու են, ձեր կողքին էլ չեն կանգնելու։ Եվ ինչպես որ ասել եմ, ձեր կառավարությունը ներսից է քայքայվելու։ Էլ չեմ խոսում, որ դուք պատերազմի միջոցով այդքան զոհեր տվեցիք, փողոցային հրահրումներ, հավաքներ, բողոքի ակցիաներ,
այնքան շատ է լինելու ժողովուրդ պատրաստ եղեք։ Եվ ես չեմ հիշում մի անգամ, որ մենք ընդունենք վարչապետի կամ նախագահի պարտություն, ըստ ընտրությունների, միշտ էլ ընտրությունների ժամանակ աթոռին կպած անձը ինքը տոնել է իր հաղթանակը, որովհետև ամեն ինչ արվել է դրա համար։ Օրենքի ուժը, ամեն ինչ է եղել է տվյալ մարդու ձեռքին ու ինքը կառավարել է, այս որ եթե ընդունենք սա պուլտ է եւ իմ ձեռքին է, ոնց ուզեմ այնպես կաշխատացնեմ, դուք այսենց պուլտով կարողացաք կառավարել, այն ինչ կա։ Բայց ոնց ասել եմ, երկար չեք մնալու եւ շատ ավելի խայտարակ բաների եք ականատես լինելու եւ այդ ամեն ինչը ձեր կաշվի վրա դուք զգալու եք։ Եթե այնուամենայնիվ այս նյութս կնայեք, լավ կլինի, որ հիմա աթոռից պոկվեք ու գնաք հանգիստ ապրեք, որովհետև առջևում սարսափելի բաներ են ձեզ սպասվում։ Այն ինչ որ տարիներով թաղված է եղել, մեզանից գաղտնի է եղել, այդ բոլորը դուրս են գալու, ժողովուրդն իմանալու է։ Եվ ես խորին համոզմունք ունեմ, որ գիտակից ժողովուրդը չի կարող պարտվել բիո զանգվածներին։ Եվ գիտակից հայը ձեր տեսակը ուղղակի չի կարող ընդունել։ Այսքանը։ Հետևեք իմ կանխատեսումներին, որովհետև իրենք ոչ թե 99%, այլ 100 եւ ավել տոկոս կատարվում են։ Բառ առ բառ, ինչ ասել եմ, ոչ մի անգամ, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, ուղիղ։ Եվ նորից ասում եմ, շարունակության սցենարը ձեզ արդեն ասեցի, եղեք հետևողական։